Ողջույն, ես Հասմիկն եմ, Ազատազեն կրթական հասարակական կազմակերպության լիիրավ անդամ։ Այսօր գտնվում ենք Ազատազենի Երևանի քաղաքացիական հրաձգարանում հերթական թվանք հաղորդմանը, որը խոստանում է լինել ել ավելի տպավորիչ եւ յուրահատուկ, քանի որ այսօր ներկայացնելու եմ Հայաստանում հավաքված առաջին զենքը, որը կոչվում է Ամբերտ 1A։ Զենքը նման տեսք ունի, այն հավաքել է Arsenal Arms ընկերությունը 2025 թվականին, այս պահին այն սահմանափակ քանակով է եւ կարող եք գտնել թվանք ռազմախանութում։ Զենքը հավաքված է Կալաշնիկովի ինքնաձիգի հիման վրա, այս մի զենքի մեջ զետեղված են Կալաշնիկովի ինքնաձիգի եւ Կալաշնիկովի ձեռքի գնդացիրի, նույն ինքը RPK-ի դետալներ։ Զենքը գրակում է 223 դրամաչափի փամփուշտներ, այստեղ զենքի փողը եւ փողաբերանի արգելակը RPK-ի են, այն հաստ է, փողը հաստ է։ Փողի երկարությունը 415 մմ, ակոսի քայլը 240 մմ։ Զենքի վրա փոփոխված է նաև նշանոցային հարմարանքը, ի տարբերություն Սայգայի, սրա նշանոցային հարմարանքը ավելի նմանեցված է մարտական զենքի։ Զենքի առանձնահատկություններից է նաև իր փողատուփի կափարիչը, որը ամրեցված է զենքին եւ իրեն հանելու եւ դնելու կարիք չկա, ուղղակի բացում եւ փակում ենք, որը հեշտացնում է գործը։ Այստեղ ունենք ատրճանակային բռնակ, փողատուփի կափարիչի վրա եւ կողքի հատվածում ունենք հարմարանքներ, որոնք նախատեսված են օպտիկական նշանոցների կամ ավելի բարձր նշանոցային համակարգեր տեղադրելու համար, սովորաբար Սայգայի հետ համեմատության դեպքում դրանք չկան Սայգայի վրա, իսկ այս զենքի վրա արդեն տեղադրված են։ Զենքի խզակոթը ծալվում է, այն դարձնելով ավելի կոմպակտ եւ հարմար։ Զենքի խզակոթի վրա ունենք թշիկ, նշանոցային հարմարանքներով կամ օպտիկական նշանոցներով աշխատելու համար եւ խզակոթի հետևի հատվածում ունենք հետարվածը մեղմացնող ռեզին։ Զենքը ունի AK-ի փակաղակ եւ RPK-ի հետադարձ մեխանիզմ։ Զենքի փաթեթում ներառված է նաեւ 45 փամփուշտի տարողությամբ պահեստատուփ եւ զենքը գործարանային վիճակում արդեն իսկ գալիս է ճշտադրված։ Մենք այսօր կցուցադրենք, թե ինչպես է Ազատազենի Երևանի քաղաքացիական հրաձգարանում անցկացվում Պաշտպանության նախարարության կողմից սահմանված հավաստագրման գործնական պարապմունքները։ Այս պահին գտնվում ենք կրակակետերում։ Ես ինձ վրա արդեն ունեմ սաղավարտը եւ զրահաբաճկոնը, որը պարտադիր է հավաստագրման գործընթացում։ Հիմա կլիցքավորենք զենքը եւ կանցնենք կրակելու։ Այժմ գտնվում եմ ելման դիրքում, համապատասխան հրամանը ստանալուց հետո գնալու եմ զբաղեցնեմ կրակային դիրք։ Նշանակված դիրքերը, առաջ։ Հասնելով կրակային դիրք, լիցքավորում ենք զենքը եւ պատրաստվում կրակի։ Լիցքավորում եմ զենքը։ Շարքային ապրեսյանը պատրաստ է մարտի։ Հիմա կրակում ենք ստուգողական հրաձգային վարժություն զորատեսակների համար։ Այժմ խոցելու ենք համար 7 թիրախը։ Խոցումը կատարելուց հետո անցնում ենք համար 10 թիրախի խոցմանը։ Խոցումից հետո անցնում ենք համար 8 թիրախի։ Խոցեցինք համար 8 թիրախը, այժմ ավարտում ենք հրաձգությունը եւ զեկուցում հրաձգության ավարտի մասին։ Շարքային ապրեսյանը ավարտել է հրաձգությունը։ Իսկ թափել ավարտ։ Ավարտելով հրաձգությունը գալիս ենք ելման դիրք։ Հարգելի զինծառայողներ, անցեք Ազատազենի պաշտոնական կայք, անպայման գրանցվեք եւ եկեք պատրաստվեք հավաստագրման համար։ Իսկ Ամբերտ հրազենը կարող եք ձեռք բերել այցելելով Ազատազենի քաղաքացիական հրաձգարանում գտնվող թվանք ռազմախանութ։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, իսկ նմանատիպ տեսանյութերի շարունակականության համար կարող եք բաժանորդագրվել մեր Patreon-ին։